Շիրակավան։ Եվ իր փլատակ տների տակից ելնում է ահա հզոր ժողովուրդ, իր վեհ ճակատին տանջանք ու թախից, խորունկ հայացքում մեծ կյանքի խորուրդ։ Հովհաննես Թումանյան։ Աշոտ Բագրատունու մահից հետո գահը ժառանգեց որդին Սմբատ Բագրատունին։ 892 թվին նա նույնպես խալիֆից հանդերձանք ու մեծարժեք նվերներ ստանալով իր նստավայր եւ երկրի նոր մայրաքաղաք Շիրակավանում շքեղաշուք հանդեսներով թագադրվեց։ Սմբատ Բագրատունին իր հաղթանակներով ու պարտություններով հարուստ հերոսական ու ողբերգական կյանքը ամբողջովին նվիրեց նորաստեղծ թագավորության ամրապնդմանը։ Աշոտ եւ Սմբատ Բագրատունիների ժամանակների մասին հայոց կաթողիկոս եւ պատմիչ Հովհաննես Դրաստանակերտցին ցնծությամբ գրում է. Իսկ մեր Հայաստան աշխարհին նրանց օրոք Տերն էր այցի եկել եւ պատսպարված բարի բոլոր գործերի մեջ հաջողած բնակեցվեցին ամենքը իրենց ժառանգությունների մեջ եւ սեփականելով հողը տնկեցին այգիներ եւ արմատացին ձիթենիների եւ պարտեզների բուրաստաններ, հերկեցին հերկերը ազատելով փշերից եւ հարյուրապատիկ պտուղ հավաքեցին։ Լեփլեցուն էին ցորենի շտեմարանները, երբ հունձը ավարտվեց, լցվեցին գինու հորերը այգեկութին եւ լեռները ցնծություն զգացին, որովհետեւ նրանց վրա բազմացան արոտական արջառների նախիժները եւ ոչխարների հոտերը։ Բայց Դրաստանակերտցու հովվերգականորեն նկարագրած երկրի կյանքը ստեպ խռովվում էր։ Երբ Սմբատը թագադրեց իր զինակից վրաց Ատերներսեհ գահերեց իշխանին, պատճառաբանելով, թե թագադրելու իրավունքը պատկանում է միայն խալիֆին, Ատրպատականի Ամիրա Ափշինն իր հրոսակներով հարձակվեց Հայաստանի եւ Վրաստանի վրա։ Բայց նրա զորքի մեջ համաճարակ ընկավ, որին զոհ գնացին ոչ միայն բազմաթիվ զինվորներ, այլև ինքը Ափշինը։ Այսպես 898 թվին առանց ճակատամարտ տալու թշնամին փախավ հայոց երկրից։ Ափշինին փոխարինեց նրա եղբայր Յուսուֆը եւ նոր պատուհաս կախվեց հայոց գլխին։ Նա գրավեց Դվինը եւ հարկեր պահանջեց, բայց բանակցությունների միջոցով հարցը խաղաղությամբ լուծվեց։ Թվում էր վերջապես երկրում անդոր պիտի տիրեր, բայց այս անգամ էլ իրադրությունը սրվեց վիրքում։ Եգերաց թագավոր Կոստանդինը փորձեց գրավել վրաց թագավոր Ատերներսեհի հողերը։ Ատերներսեհը եւ Սմբատը միասին ելան Կոստանդինի դեմ, որը շուտով ձերբակալվեց եւ հանձնվեց Սմբատին։ Կոստանդին թագավորին 4 ամիս անիում պահելուց հետո Սմբատը նրան ազատ արձակեց։ Այս պատճառ դարձավ, որ Սմբատի դեմ ըմբոստանար Ատերներսեհը։ Իսկական փորձությունը դեռ առջևում էր։ 908 թվին Յուսուֆը եւ խալիֆը ամեն մեկն իր հերթին հարկեր պահանջեցին Սմբատից։ Երկու ահեղ թշնամիների դեմ երկու ճակատով կռվելը Հայաստանի ուժերից վեր էր, եւ Սմբատը դիմում է խելամիտ քայլի։ Որոշում է վճարել պահանջվող գումարը եւ երկիրը զերծ պահել արյունահեղությունից ու ավերումից։ Այդ նպատակով նա կրկնապատկեց գանձվող հարկերը, բայց այս անգամ էլ նրա դեմ դուրս եկան հայոց 15 իշխան։ Այդ ժամանակ Սմբատը տաշիրում էր եւ ապստամբները բազում զորքով գրավեցին անին, այն հանձնեցին Ատերներսեհին, իսկ իրենք մտնելով երկրի մայրաքաղաք Շիրակավան երազգավորս ամրացան այնտեղ։ Սմբատը դավադիրների դեմ զորք ուղարկեց։ Հայրենադավները կողոպտելով անին փախան տայք, բայց նրանց բռնեցին եւ կուրացրեցին։ Շուտով 909 թվականին Յուսուֆը ասպատակեց Հայաստանը։ Քանի որ թշնամու ուժերը գերակշիռ էին, Սմբատը խուսափեց ճակատամարտից։ Թշնամին որոշեց ձմեռել Դվինում, որպեսզի գարնանը կրկին մահ ու ավեր սփռի, իսկ Սմբատը ամրացավ Շիրակավանում,
երազգավորս։ Գարնան բացվելուն պես իր որջից դուրս գալով Յուսուֆը շարունակեց կողոպուտը։ Հավատալով իր անձի անձեռնմխելիության մասին Յուսուֆի տված գրավոր խոստումին եւ ցանկանալով երկիրը զերծ պահել հետագա կոտորածից, արտագերս ամրոցում պատսպարված Սմբատը հանձնվեց։ Խոշտանգումների ու տանջանքների ենթարկելով հայոց թագավորին, Յուսուֆը պահանջեց, որ նա անձնատուր լինելու հրաման տա երնջակ անառիկ բերդի պաշտպաններին, բայց Կորովի արքան հրաժարվեց։ Յուսուֆը գլխատեց Սմբատին, իսկ մարմինը 914 թվին խաչ բարձրացրեց Դվինի հրապարակում։ Այսպիսի եղերական վախճան ունեցավ նորաստեղծ Բագրատունյաց թագավորության երկրորդ արքան Սմբատը։ Եվ կրկին վերսկսվեց իր անկախության եւ պետականության համար ժողովրդի անզիջում պայքարը, որն այս անգամ ղեկավարեց Սմբատ Բագրատունու որդին Աշոտ Երկաթը։ Նա իր եղբայր Աբասի հետ ջոկատներ կազմած Շիրակում ու Գուգարքում, Տաշիրքում, Արշարունիքում ու Աղստևի հովտում, լեռներում ու անտառներում, կիրճերում ու անդնդախոր ձորերում անակնկալ ու սրաթև հարձակվում էր Յուսուֆի զորքերի վրա, կոտորում, փախստական դարձնում նրանց։ Այսպես նա հետզհետե ազատագրեց հայրենի երկիրը եւ նույնիսկ հարձակվելով Տփխիսի վրա կոտորեց Կայազորը եւ շատ արաբ ու ատրպատականցի մեծամեծներ կերեց։ Ոգևորվելով Աշոտի հաջողություններով, ժողովուրդը ազատագրական մարտերի դրոշ պարզեց նաեւ Սյունիքում ու Վասպուրականում, բայց նոր փորձություն էր սպասվում երկրին։ Կովկասից եկած լեռնական ցեղերը ավերեցին ու կողոպտեցին Հայաստանի հյուսիսային շրջաններն ու Արարատյան դաշտավայրը։ Այս ամենին հաջորդած երաշտն ու սովը մեծ վնաս հասցրին Հայաստանին։ Այս պայմաններում Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանացինը, ցանկանալով դաշն կնքել Աշոտի հետ, նրան Կոստանդնուպոլիս հրավիրեց։ Կոստանդնուպոլսից Աշոտը վերադարձավ բյուզանդական օգնական զորքով, որը շուտով ետ գնաց, քանզի Յուսուֆը հեռացել էր Հայաստանից։ Աշոտը ձեռնամուխ եղավ երկրի ներքին գործերի կարգավորմանը, հնազանդեցրեց ըմբոստ իշխաններին։ Երկրում եւ երկրից դուրս այնքան էր մեծացել նրա հեղինակությունը, որ նույնիսկ ոխերիմ թշնամին Յուսուֆը նրան թագ ուղարկեց։ Խալիֆը եւս Աշոտին թագ է ուղարկում եւ ճանաչում նրա գերագույն իրավունքը մյուս թագավորների նկատմամբ ու նրան շահնշահի կամ արքայից արքայի տիտղոս է շնորհում։ Բայց երկրի ներքին կյանքը խաղաղ չէր, կրկին գլուխ էին բարձրացնում նախարարներն ու իշխանները, եւ Աշոտը ճնշելով նրանց 922 թվականին հաղթում է Դվինի վրա հարձակված բյուզանդացիներին։ Հաղթանակի բերկրանքը կարճ է տևում, նորից Հայաստան են խուժում Յուսուֆի զորքերը, խաբեությամբ ձերբակալում հայոց մեծամեծներին ու իշխաններին եւ նույնիսկ Հովանես Դրաստանակերտցուն կողոպտում եւ դատարկում երկրի գանձարանները։ Աշոտ Երկաթը մի փոքրիկ գնդով ամրանում է Սևանակղզում, որտեղից հավատարիմ իր ռազմավարությանը համարձակ հարձակումներով ոչնչացնում է թշնամուն, ցիրուցան է անում նրա գնդերը։ Այս կռիվներում իր փոքրաթիվ մարտիկներով անօրինակ սխրանքներ է գործում Գևորգ Մարսպետունին։ Սևանի հաղթանակը շատ խոշոր նշանակություն ունեցավ։ Աշոտը վերադարձավ Շիրակ եւ շարունակեց երկրի ազատագրությունը։ Սմբատ առաջինի եւ Աշոտ Երկաթի օրոք մոտ 40 տարի հայոց արքայանիստն ու մայրաքաղաքը Շիրակավանն էր։ Երկու թագավորներն էլ քաղաքական վիճակից ելնելով ավելի շատ գտնվում էին երկրի այս կամ այն գավառում, ավելի շատ լինում էին Թամբին, քան Գահին։ Ինչպես Բագարանի, այնպես էլ Շիրակավանի երազգավորս մասին պատմիչները շատ քիչ տեղեկություններ են հաղորդում, եւ քանի որ կանոնավոր պեղումներ չեն կատարվել, ապա դժվար է հատուկենտ հիշատակությունների եւ մի քանի արձանագրությունների հիման վրա ուրվագծել հայոց 9-րդ մայրաքաղաքի պատմությունը։ Ինչպես Բագարանը, այն նույնպես գտնվում էր Շիրակում, անիից ոչ հեռու, Ախուրյանի աջ ափին։ Այդտեղ բնակավայր է եղել դեռևս մեր թվարկությունից առաջ 3-ից 2-րդ դարերում։
Այդ մասին է վկայում վրաց մատենագիր Լեոնտի Մրովելին, պատմելով, որ վրաց թագավորն ու հյուսիսային լեռնականները Արտաշես առաջինի օրոք անսպասելիորեն հարձակվում են Հայաստանի վրա, կողոպտում Շիրակավանն ու այլ բնակավայրեր։ Սեբեոսի պատմության մեջ 7-րդ դարում այն հիշատակվում է իբրև գյուղ։ Այն փաստը, որ 862 թվին Զաքարիա Ձաքեցի կաթողիկոսի գլխավորությամբ գումարված դավանաբանական ժողովը տեղի է ունեցել Շիրակավանում, վկայում է, որ դեռևս աթոռանիստ եւ մայրաքաղաք դառնալուց առաջ էլ այն կարևոր բնակավայր էր։ Պատմիչ Վարդան Արևելցին գրում է, որ Սմբատ Բագրատունին Շիրակավանում կառուցել է Սուրբ Փրկիչ եկեղեցին եւ այնտեղ էլ օծվել։ Իդեպ այդ եկեղեցին, որին Կիրակոս Գանձակեցին մեծապայծառ զարդարանքներով տաճար է անվանում, կանգուն էր մինչև 1950-ական թվականները։ Ավելի ուշ կառուցվել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Քանի որ Սմբատ առաջինի եւ Աշոտ Երկաթի արքայանիստը Շիրակավանն էր, բնականաբար այն ռազմական տեսակետից պետք է ապահովված լիներ։ Շիրակավանում կային բերդ, պաշտպանական այլ կառույցներ։ Նրանից 3 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում Տիգնիս նշանավոր ամրոցը։ Հավանաբար այն կառուցվել է Շիրակավանի մայրաքաղաք լինելու տարիներին։ Հետագայում Տիգնիսը խոշոր նշանակություն ունեցավ անիի պաշտպանության համար։ Շիրակավանը 11-րդ դարում ավերեցին սելջուկները, բայց Բարսեղ եպիսկոպոսի մի արձանագրության վկայությամբ վերականգնվեց 12-րդ դարի երկրորդ կեսին։ Ինչպես Հայաստանի այլ քաղաքներն ու շեները, Շիրակավանը ևս քանիցս ավերեցին եւ կողոպտեցին թուրք սելջուկները, թաթար մոնղոլները, թուրքմենները, պարսիկները։ Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավան անունը հնչյունափոխվելով դարձավ Շորագյալ։ Ռուսաստանին միացվելուց հետո այն մտնում էր Կարսի մարզի մեջ եւ որոշ չափով առաջադիմեց։ 20-րդ դարի սկզբին Բաշ Շորագյալը բավական մեծ գյուղ էր, 208 տուն, 1601 բնակչով։ Գյուղի Սահակյան վարժարանը բացվել էր 1877-ին։ Արշակ Ասլամազյանը, որ Գերմանիայից իր բերած սարքավորումներով այստեղ ջրաղաց էր կառուցել, ոգևորվում է անիի պեղումներով ու մարի խորհրդով Շիրակավանում պեղումներ ձեռնարկում եւ հայտնաբերված հսկայական նյութը հավաքում եկեղեցուն։ Շիրակավանը Թուրքիային անցնելուց հետո այդ բոլորը ոչնչացվեցին եւ անհետացան։ Ուսումնասիրելու նպատակով կամ էլ որպես հյուր Շիրակավանում հաճախ էին լինում Մարը, Քալանթարը, Օրբելին, Տարագրոսը, Թորամանյանը, Բունյաթյանը, Իսահակյանը, որի հայրենի Ղազարապատ գյուղը շատ մոտիկ էր Շիրակավանին։ Շիրակավանի բնակչությունը տեղահանվել է 1920 թվին եւ մի մասը բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում։ Ձայնագրող օպերատոր Վահան Նահապետյան, կարդաց Սամվել Ղազարյանը։